Օրհնյալ Կիրակի սիրելի Աստծո ժողովուրդ, եկեք մնանք երկրպագության մեջ, երկրպագենք մեր Աստծուն, որովհետև մեր Աստված բարի է, ամեն, որովհետև Աստված հնարավորություն ա տվել մեզ կանգնել նրա առաջ և երկրպագել նրան։ Աստված չի ստիպում, մեզ ազատ կամք ա տվել երկրպագելու, ամեն, օրհնեցեք Տիրոջ անունը, օրհնեցեք ով Տիրոջ ծառաներ, որ կանգնում եք Տիրոջ տանը, մեր Աստծո տան սրաներումը, օրհնեցեք Տիրոջը, որովհետև Տերը բարի է։ Սաղմոս ասեցեք նրա անունին, որովհետև քաղցր է Տերը։ Եկեք ճաշակենք Տիրոջ քաղցրությունը, եկեք օրհնենք նրա սուրբ անունը, ասենք Տեր, շնորհակալ ենք այսօրվա համար, մենք գոհանում ենք այսօրվա համար, որ քո ներկայության մեջ ենք, Տեր։ Adonai
ասա Տեր իմ բաժինն ես։ Տեր մենք քո ներկայության մեջ ենք եւ միայն քո ներկայությունն ենք խնդրում Տեր եւ հավատում ենք որ դու ներկա ես, դու այստեղ ես Տեր։ Շնորհակալ ենք Հայր քո ներկայության համար։ Մենք քեզանից Տեր, դու ամեն բան գիտես Տեր։ Դու քննում ես սրտեր։ Շնորհակալ ենք Հայր։ Շնորհակալ ենք Տեր։ Մենք միայն քո ներկայությունն ենք խնդրում, Հիսուս, արի Տեր, արի մեր մեջ, բժշկիր մեր սիրտը Տեր, բժշկիր մեր հոգին Հայր, որ մեր փափագը միայն դու լինես Հիսուս, դու ամեն բան գիտես Տեր, դու բաժինն ես իմ Հիսուս, Փակել աչքերդ եւ կանչել Տիրոջ անունը։ Սուրբ Հոգու կանչին ասա Հիսուս։ Oh, the said another Lord the Holy Jesus. Կանչում եք քոռատ ներկայությունը հեղվի հպվի Տեր։ Մենք ելենք Տեր, քո սրահների մեջ Տեր, քեզ մտրելու։ Քեզ մոտենալու Տեր եւ ասելու դու որ Տեր, իմ բաժինն ես, մեր բաժինն ես Տեր։ Քո Սուրբ Հոգի հեղվի
բաժինը Այո, դու ես մեր բաժինը, մեր օրհնությունը Տեր, մեր հույսը, մեր լույսը Տեր, մեր ապագան, մեր ընթացքը Տեր, մեր վաղվա օրը Հայր։ Ու թե սիրտս ու մարմինս մաշվի, բայց հոգինի որ ասի
ես ասել Հիսուս արժան ես փառքերի եւ քո ծափելու ես եւ այս երկեր այո որպես սարքոստեր բարձրացնում ենք քեզ Տեր թող այս երկերը որպես կենդանի խնգարկություն բարձրանան քեզ Տեր այո Տերն է մեր բաժինը մեր օրհնությունը մեր զորությունը մեր հետագան մեր ապագան մեր լույսը մեր ապավենը փառք Հիսուսի Տիրոջ ներկայությունը գեղեցիկ եւ հրաշալի չէ այո փառք Հիսուսի այո կուզեն գովերքել կուզեն գերքել եւ մի անվանության մեջ ասել Տեր ինչ գեղեցիկ ես եւ ինչ սքանչելի ես եւ քո ներկայությունը ինչ հաճելի է Տեր երբ որ գրկում եւ ամեն մեկից Տեր նոր եւ թարմ յուղովոցում Տեր հպիր ամեն մեկից Տեր ես աղոթում եմ Տեր իմ քույր եղբայրների համար Տեր որ ամեն մեկին լցնես օրհնես բարձրացնես Հայր նոր թարմություն տաս Տեր օրհնես մեր ընտանիքները Տեր ապաշխարության հոգով լցնես Տեր ամեն մեկից Տեր այո քո գեղեցկությունը Տեր քո զորությունը Տեր քո անչափ հմայիչ օրհնությունները Տեր թող մեր կյանքից շահեռանան քո սքանչելությունները Տեր թող մեր կյանքում որպես փայլ լինեն Տեր ես կանչում եմ այդ փայլը ամեն մեկի կյանքում թող օրհնություն կա թող այսօր այստեղից հեռանանք լցված օրհնված Տիրոջ յուղով թարմացած Տիրոջ կանաչով լցված Բարձրացու ձեռքդ ասա Տեր ես կանչում եմ քո առատ ներկայությունը իմ կյանքի վրա ես այսօր օրհնված եմ լինելու Տեր ես այսօր չգիտեմ ինչ ճանապարհով ես անցնում ինչ դժվարություն կա քո կյանքում բայց այս ձեռքը որ բարձրացնել ես դեպի Աստծո դեպի Աստված առաստված կանչիր եւ հավատքով ասա Տեր ես օրհնված մեկն եմ այդպես ասա ես օրհնված մեկն եմ Հայր ես օրանալու եմ լցվելու եմ քեզանով Տեր եւ այն դժվարությունները որ կա ես հակառակ եմ կանգնում եւ ասում եմ սատանա դու պարտված ես Հիսուս Քրիստոսի անունով մեր Հիսուս Քրիստոսի մի կաթիլ արյունը ավելի զորավոր է քան դժոխքի դարպասները որովհետեւ պարտված է Հիսուս Քրիստոսի անունով այս հրճակում ամեն մեկիս կյանքում թող իրականություն լինի եւ իրականությունը որտեղ Աստված ամեն օր իր մեր ձեռքը բռնած իր զորությունով քայլեցնում է մնում ամենք հավատարիմ լինենք եւ ասենք Տեր մենք երգում ենք եւ երկրպագում քեզ եւ ասում որ դու մեր Աստվածն ես ամեն
Այո, ասա ինչ գեղեցիկ ես Տեր, ու հիանալի Տեր։ Ամեն, կգես։ Տերինչ հիանալի ես, Տերինչ գեղեցիկ ես, Քեզ կուզեմ երկրպագ, գեղեցիկ ես Տեր, Տերինչ գեղեցիկ ես, Տերինչ հիանալի ես, Տերինչ գեղեցիկ ես, Քեզ կուզեմ երկրպագ, Եվ միաբան ասենք քո գեղեցկությունը Տեր, Քո գեղեցկությունը Տեր, երկիր մեզ է։ երբեք չպիտի մարի, Քո սքանչությունը Տեր, հավիտյան պիտի փայլի, Քո գեղեցկությունը Տեր, երբեք չպիտի մարի, Քո սքանչությունը Տեր, հավիտյան պիտի փայլի, Ուզում եմ Տեր տեսնել քո փառքը, զոհաբերել քեզ զորություն և սեր, խնդրում եմ Տեր լցրու տաճարը քո սուրբ ներկայությամբ, Հալելույա Տեր, ուզում եմ Տեր տեսնել քո փառքը, զոհաբերել քեզ զորություն և սեր, խնդրում եմ Տեր լցրու տաճարը քո սուրբ ներկայությամբ, Սուրբ ներկայությամբ, Սուրբ Այո Տեր, քաղցր է քո ներկայությունը, քո ժողովուրդը ծարաված եկել է Տեր, որ զգանք քո քաղցրությունը Հայր, քո ներկայությունը, քո սերը Տեր, այժմ քոնն ենք մենք Տեր, մենք քոնն ենք, շնորհակալ ենք Տեր, որ ընտրել ես մեզ, որ առաջնորդել ես մեզ, որ շնորհք ես տվել մեզ, երկրպագելու քեզ, բարձրացրել և զորացրել ես Տեր, և հիմա երգելու ենք, որ սիրում ենք քեզ Տեր, Hallelujah, what a shout. սիրում ենք քո ներկայությունը, What a season. փառքը քեզ Տեր, Քո ներկայությունը ծարավ եկա քո առջև ընկա Հիսուս կյանքիս ցնծություն
ասել, որ սիրում ենք քեզ Տեր։ Ուզում ենք մեր սիրտը բացել եւ մեր հոգուց ասել, որ սիրում ենք։ Այո, նոր երգեր միշտ երգենք, կոչնենք, երկրպագենք, փառաբանենք։ Երգենք քեզ Տեր, սիրում եմ, սիրում եմ, սիրում եմ։ Ասա սիրում եմ։ Սիրում եմ, սիրում եմ, սիրում եմ։ Սիրում եմ, սիրում եմ, սիրում եմ։ Եվ իմ սիրտը Տեր, կոչնի քեզ, սիրում եմ, սիրում եմ, սիրում եմ։ Սիրում եմ, սիրում եմ, Հիսուս սիրում եմ։ Սիրում եմ, սիրում եմ, սիրում եմ։ Եվ իմ սիրտը Տեր, ասա կոչնի քեզ, կոչնի քեզ, միայն սիրում եմ, սիրում եմ, սիրում եմ, սիրում եմ, սիրում եմ, սիրում եմ, եւ իմ սիրտը Տեր, կոչնի քեզ, եւ իմ սիրտը Տեր, կոչնի քեզ, Բարձր ծափարիր ասուն ասա ողջ պարքը քեզ է պատկանում և թող փառավորվի Հայրը Որդին և Սուրբ Հոգին հալելույա ամեն ուզում եմ որ ավելի բարձր ծափարես ասես պարքը քոնն է Տեր հավիտյան հավիտենից ամեն և ամեն կարող եք նստել Փառք Հիսուսին Շատ փառք Հիսուսին Մինչև պատգամից հանձնելը մի հատ իմ կյանքից վկայություն եմ ուզում ձեզ անեմ։ Այսօր վկայությունների օր է։ Մի քիչ հեռվից գամ, որ չիմացողը իմանա, իմացողն էլ վերհիշի։ 23 թվականի ապրիլի 5-ին իմ դեռ 3 տարեկանը չլրացած Սևակին բարձր ջերմությամբ տարանք հիվանդանոց, Վիգմոր, ու ծնկներն էր ցավում այդ ժամանակ, երբ որ մտանք հիվանդանոց բժշկի հետ հանդիպեցինք, խոսեցինք, ասեց սկզբում, որ դե հնարավոր է երեխայի մրսել է, բայց երբ որ ծնկների ցավը իմացավ, անհանգստություն եղավ իր մոտ, ինք միանգամից ես վստահ եմ հասկացավ ինչի մասին է խոսքը, առաջարկեց երեխին պարկասնենք լիարժեք հետազոտությունների, ես որ 2-0 համաձայն էի։ Մինչև հաջորդ առավոտ ժամը 7-ը անդադար անալիզներ էին անում երեխին ու ոչ մի կոնկրետ բան չէին հայտնաբերում։ Ժամը 7-ին բժշկուհին զանգեց ինձ, ասեց մի հատ բարձացեք վերև։ Բարձացա վերև, ասեց երեխին պետք է տանեք մի հատ անալիզի, որ մեր մոտ մենք էդի չենք անում։ Էդի անում են Արյունաբանության ինստիտուտում Յոլյանի անվան։ Իմ կինը վատացել էր, ես սենց դեռ չկողմնորոշվելով ինչա կատարվում, համաձայնվեցի, ասեցի դե հա, որ պետքա պետք է արվի։ Գնացինք, երեխին անալիզը տվեց, վերցրեցին, դի ոսկրածուծի անալիզ էին վերցնում արյունից, անմիջապես ողնաշարից։ Ու հետ ուղարկեցին նորից Վիգմոր։ Բժշկուհին ասեց մի քանի ժամից պատասխան կլինի, ինձանից ինչ-որ թղթեր ուզեցին, ես մինչև հետ գնացի հոկտեմբերյան հետ եկա, որ պետք է թղթերը տայի, բժշկուհին կանչեց ինձ, ասեց պատասխանը եկել է, դուք միանշանակ մեր հիվանդը չեք, դուք տեղափոխվում եք Արյունաբանական ինստիտուտ։ Չհասկացա սկզբում ինչա, ասեց ձեզ ընդեղ ամեն ինչ կբացատրեն։ Երբ պետք է գնանք, ասեց երբ պատրաստ կլինեք, ձեզ կուղեկցենք։ Վերջը վեր ու վեշը հավաքեցինք, գնացինք ընդեղ։ Մտանք ընդունարան, բարև ձեզ, ստեղից են ուղարկե, Սևակն է, աֆրիկյան, ասեցի հա։
մամային Սևակի հետ այսինքն գողացան տարան վերև, ինձ մցրեցին տվյալները լրացնելու։ Ուղղակի sense բանով հարցրեցի, մի հատ կասեք ինչա կատարվում, ասեց երեխի մոտ լեյկոզ է հայտնաբերվել։ Դա մեր հայկական ասած արյան ռակ։ 3 տարեկան դեռ չկա իմ երեխան։ Մինչև այդ ես անկեղծ չէի իմանում, որ տենց բան կարող լինի։ Մինչև այդ ես ընդհանրապես չգիտեի, որ տենց հիվանդանոց գոյություն ունի կամ այդ հիվանդանոցը ինչի համար է։ Ես ուղղակի sense շոկի մեջ բացարձակ ոչ մի բան չհասկանալով, ինչ-որ ռեֆլեքսային վիճակով ինձ հարցա տալի, ես պատասխանում եմ, ինքը լրացնում է, ասում է, «Էսի գրի», ասում եմ, «Ինչը գրեմ», ասում եմ, «Այս արտագրություն արա, հայերեն տառերը մոռացած», պատկերացնում եք, չէ՞, վիճակը ինչա։ Այդտեղ նստած լրացնող այդ աղջիկը Գոհարա իր անունը, Աստված իրան շատ օրհնի, նայեց ինձ, ասեց՝ «Մի մտածի լավ ալնելու»։ Դա առաջի մարտն էր, որ ինչ որ լավ բան ասեց այդ պահին։ Հետո ինձ ուղարկեցին վերև, բժշկուհին սկսեց իմ հետ խոսել, ոչ մի բան չէի հասկանում, ասեցի բժշկուհի ջան, կարելի է, ես անկեղծ ոչինչ չեմ հասկանում, ինչ եք դուք հիմա ասում, հայերեն եք խոսում, բայց իմ համար չինարեն է։ Կանչեմ քրոջս աղբորս թող գան, մենք հետո իրար հետ կքննարկենք ինչա։ Զանգեցի աղբորս քրոջս, իրանց ասեցի ինչա, եկան հասան շուտ, մտանք բժշկուհու մոտ, ես տենց էլ չհասկացա ինչի մասին է խոսքը, հետո ինձ բացատրեցին, ասեցին, որ սենց բաներ կա, սենց վիճակ կա, մենք հենց հիմա սկսել ենք արդեն այս թերապիան, էսի սենց ենք անում, Սևակը չի քայլում այդ ընթացքում, որովհետև գետին չի դնում այդ վիճակն է։ Առաջի անալիզի պատասխանից ուրեմն ոսկրածուծի բլաստային պոպուլացիան, այսպես ասած, ախտահարումը 75% էր կազմում։ Արյան մեջ ներթափանցած բլաստային քանակը 36% էր կազմում։ Հավատացեք, քիչ քանակ չի, ավելի բարձրով են ելնում, բայց ինքը փոքր քանակ չի։ Երեխի մոտ դա ես կարամ ասեմ, սկսվել էր դաժե 3 ամիս առաջ, ու ես տարբեր հիվանդանոցներ դիմել էի, ոչ մեկ ինձ կոնկրետ չէր ասի ինչի մասին է։ Սա ասում են ուղղակի իմունիտետի զարգացումը, թող անցնի։ Վերջի վերջո Սևակը պարկեց։ Ամսի 14-ին առաջին քիմիան ստացավ ու գնաց այդպես քիմիաների հերթականությունը։ Երկրորդ ոսկրածուծի անալիզը արեցին, եթե չեմ սխալվում, 33-րդ օրը։ 33-րդ օրվա անալիզի պատասխանը եկավ 0։ Ոսկրածուծը լրիվ մաքրվել էր, արյունն էլ հետը։ Բայց բուժումը այդքանով չէր ավարտվում, որովհետև դեռ երկար ճանապարհ կար անցնելու։ Մինիմում 2 տարին բուժումը պետք է արվի։ Պարտադիր պայման է, ու ես ցենց իմ կոպիտ հաշվարկով երեխան մոտավորապես 56 հատ քիմիա է ստացել։ Չհաշված են մնացած դեղերը, որ ընթացքում խմում էր, որ այդ բանը անցներ։ Ուզում եմ Աստծուն փառք տամ առաջին հերթին ու վերջի հերթին էլ, մեջտեղի հերթին էլ, առավոտից իրիկուն Աստծուն ուզում եմ փառք տամ, գիտեք ինչի համար։ Նախ որ ճիշտ մարդկանց բերեց իմ կողքը, դրանց մեջ դուք եք։ Ես ձեզ խնդրել եմ այն ժամանակ, որ իմ երեխի համար աղոթեք, ես գիտեմ, որ դուք շատ աղոթել եք։ Ես ձեր համար ձեզ շնորհակալ եմ, Տիրոջի փառք եմ տալի ձեր համար։ Շնորհակալ եմ Աստծուն, որ ճիշտ բժիշկների մոտ ուղղորդեց։ Շնորհակալ եմ Աստծուն, որ այդ ընթացքում, այդ բուժման ամբողջ ընթացքում ճիշտ մարդիկ կային իմ կողքին, որոնց ես դիմել եմ, անհնարինը հնարավոր է դարձրել Աստված այդ մարդկանց միջոցով։ Օրինակի համար mən գեր ունեմ Էդգար անունը Գերմանիայում, ես իրանից դեղ եմ ուզել, որ անհնար էր դա Հայաստանից կամ որևիցե մի տեղից ճարել, որովհետև դա ըստ քանակի է արտադրվում հատուկ պատվերով։ Էդգարը իմ համար այդ դեղերը ճարե բերել է։ Շնորհակալ եմ Ամերիկայում ունեցած մեր բարեկամներից մեկից, որ խնդրեցինք, որ ինչ որ կոճակներ էր պետք, որ ստեղ այդ պահին չէին կարում ճարեինք, ինքը հնարավորություն Աստված ստեղծեց, այդ մարդը իր միջոցով, իր անունով այդ դեղը դուրս գրեց, ուղարկեց մեզ։ Շնորհակալ եմ Աստծուն մեր բժշկի համար։ Մեկ չէ, 3-4 բժիշկ ա եղել ընթացքում, բայց շնորհակալ եմ այդ 3-4-ի համար էլ մանավանդ Լուսնե Մարատոնային, որ Աստված իրան շատ օրհնյալ ու երկար կյանք տա, որովհետև ինքը այն մանրամասն հոգատարությամբ ամբողջ ընթացքը մեր հետ ա եղել։ Վերջ ինչ եմ ուզում ձեզ ասեմ, ուղիղ 2 տարի, մի 2 ամիս ավել, ամսի մոտ 2 շաբաթ առաջ, վերջի անալիզն էինք տալի ոսկրածուծից, ու այդ վերջի անալիզը վերջնական պատասխան էր տալու առ այն, որ մաքուրա ամբողջ երեխի անալիզները ու բացի են, որ մաքուրա հավանականություն կա, որ կկրկնվի, թե չէ։ Անկեղծ ես վստահ էի, որ նորմալ ալնելու, բայց ասեցի կվկայեմ այն ժամանակ, երբ որ բժիշկներն էլ ասեն, որ այտենց է։
Վերջի ոսկրածուծի անալիզը պատասխանը եկել է 0։ Ու նաև պատասխանը եկե, որ հավանականություն չկա, 0 է, որ կարա կրկնվի։ Ես խոնարհվում եմ իմ Տիրոջ առաջ ու փառք եմ տալի իրան Հավիտյանս Հավիտենից։ Ես շատ եմ ուզում ձեր հետ կիսվեի այս մասին, որովհետև ես գիտեմ, որ դուք ամեն անգամ ինձ տեսնելուց էլ մարդիկ կան, որ հարցնում են, ու եթե չեն էլ հարցնում, հաստատ գիտեմ, որ մնացածը իրարից հարցնում եք ոնց է։ Անկեղծ ուզում եմ ես որ Սևակին էլ բերեի, պրոստը երեխեն քնած մնաց չկարեց արթնացնեմ, ասեցի ոչինչ, մեկա վկայությունը, Տերը գիտի, որ իմ տղեն բուժված է։ Փառք Հիսուսին։ Պատգամից վերնագիր չկա, բայց ուզում եմ սկսեմ հետևյալ Հիսուս Քրիստոսի խոսքից, որը գրված է Մատթեոս ավետարանի 5-րդ գլխում։ Ու կարդում ենք 38 խոսքը։ Տեսեք ինչ ասում Հիսուսը։ Լսել եք, թե ինչ ասվեց։ Աչքի դիմաց աչք, ատամի դիմաց ատամ։ Հիսուսը ցիտում էր, մեջ բերում էր Աստվածաշնչից, հին ուխտից, կոնկրետ հնգամատյանի մեջ գրված օրենքի վերաբերյալ։ Ուրեմն այս օրենքը եկեք կարդանք հին ուխտում, որպեսզի հասկանանք, որ ասված ասածը չէր վերաբերվում ինչ որ մեկի ասածին, այլ վերաբերվում էր Աստծո ասածին։ Ելից 21-24-ը, տեսեք ինչա ասում։ Բայց եթե մի վնասվածք լինի, պիտի հատուցես հոգու դիմաց հոգի, աչքի դիմաց աչք, ատամի դիմաց ատամ, ձեռքի դիմաց ձեռք, ոտքի դիմաց ոտք, խորանի դիմաց խորան, վերքի դիմաց վերք, հարվածի դիմաց հարված։ Անպատասխան Աստված ասում էր, չես թողելու։ Ղևտացիների 24-20 միտեղ չի գրած։ Հիմա տեսեք ինչ ասում։ Ջարդվածքի դիմաց ջարդվածք, նորից կրկնում է, աչքի դիմաց աչք, ատամի դիմաց ատամ, ինչպիսի խեղվածք, որ նա այդ մարդուն պատճառել է, այդպես էլ պիտի լինի իրեն։ Լավներ։ Երկրորդ օրինաց 19, 15, 21, վերջում կհարցնեմ ամեն ասելու ես, թե չէ։ 19-ի 21, 19-ի 15-ից 21 խոսքերը կարդանք։ Որևէ անօրենություն եւ մեղքի համար միայն մեկ վկա չպետք է կանգնի մի մարդու դեմ։ Ինչպիսին է լինի նրա գործած մեղքը։ Այլ 2 կամ 3 վկաների բերանով պետք է հաստատվի այդ բանը։ Եթե մի սուտ վկա վեր կենա մի մարդու դեմ եւ նրա մասին վկայություն տա նրան անօրենության համար, ապա այդ 2 մարդիկ, որոնց մեջ հակառակություն կա, պետք է կանգնի Տիրոջ առաջ, այդ օրվա քահանաների եւ դատավորների առաջ։ Տեսեք օրենքը ինչ է ասում։ Եվ դատավորները պետք է լավ քննեն, եթե տեսնեն, որ այդ վկան սուտ վկա է եւ սուտ վկայություն է տվել իր եղբոր դեմ, այն ժամանակ նրա հետ կվարվեն այնպես, ինչպես նա մտադիր էր վարվել իր եղբոր հետ։ Եկել էր վկայություններ տալի, ասում էր արեք սրա ոտը կդրենք օրինակի համար։ Այսպիսով չարությունը կվերանա քո միջից։ Հիմա շարունակությունը։ Մյուսները կլսեն ու կվախենան, եւ այլևս այդպիսի բան չի կատարվի ձեր մեջ։ Չխնայես նրան, անձի դիմաց անձ, աչքի դիմաց աչք, ատամի դիմաց ատամ, ձեռքի դիմաց ձեռք, ոտքի դիմաց ոտք։ Հին ուխտի մեջ ես 3 տեղ գոնե կարդացի, որտեղ Աստված պատվիրում էր, որ ինչ որ դու արել ես, քեզ այդպիսի փոխադարձ պատասխան պիտի գա։ Հիմա եկեք կարդանք նորից Մատթեոսի ավետարանի այն նույն տեղը, որտեղ ես կարդացի, ու նորից շարունակենք, սկզբից կարդանք ու շարունակենք։ Տեսեք Հիսուսն ինչ ասում։ Լսել եք թե ինչ ասվեց. աչքի դիմաց աչք, ատամի դիմաց ատամ։ Էսի այն նույնն է, չէ՞։ Հիմա տեսեք Հիսուսն ինչ ասում։ Բայց ես ասում եմ ձեզ, չարին հակառակ մի կանգնիր։ Այլ ով քո ծնոտին աջ կողմին կապտակի, մյուս կողմն էլ նրան դարձրու։
Եթե մեկը ցանկանա քեզ դատի տալ եւ շապիկը տառնել, բաշխոնդ էլ տուր նրան։ Եթե մեկը ստիպի իր հետ մեկ մղոն գնալ, նրա հետ երկու մղոնն էլ գնա։ Ով քեզանից խնդրում է տուր, ով քեզանից ուզում է փող խառնել, երես մի դարձրու։ Մի այլ խոսքով ասած, Հիսուսն ասում էր. պատասխան չարին չարով մի տուր։ Համաձայն եք թե չէ։ Հիմա դու կարող անձի ասեք Աստված ասում է, եթե ներես մնում է իր վրա կայծեր են հավաքվում կրակի, Աստված ինքն է ասում, հա ես համաձայն եմ, այդ ամեն ինչ Աստվածաշնչում կա, բայց Հիսուսը ինձ այս օրենքներից հետո ասում է, սիրի քո թշնամուն։ Աչքի դիմաց աչքը թող լինի աչքի դիմաց սեր։ Ատամի դիմաց ատամը թող լինի ատամի դիմաց սեր։ Ձեռքի ոտքի դիմաց ոտքը փոխարին կամ ձեռքը փոխարինվեց սիրով։ Հիմա նայեք, իրականում Հիսուսը չի մերժում հին ուխտը, որը գրված էր Աստծո օրենքի մեջ, որը թելադրվել էր եւ գրվել էր Աստծո կողմից։ Հիսուսը ավելացնում է, գումարած բարթացնում է իմ համար, որովհետեւ հեշտ է ապտակողին ապտակել, բայց դժվար է ապտակողին համբուրել։ Գանք սրան, ինչի համար էր օրենքը տրված եւ ինչն էր պատճառը, որ Աստված օրենք տվեց ժողովրդին։ Մինչեւ էդ էին ապրում, մինչեւ էդ էին նորմալ Աստծուն ճանաչում, իրանց ժողովրդից, իրանց հայրերից, իրանց մայրերից, տատի պապիներից լսում էին Աստծո վերաբերյալ բոլոր հրաշքների կամ բոլոր պատվերների վերաբերյալ, ու էդի կար իրանց մեջ, որովհետեւ ժամանակին մինչեւ օրենքի տրվելը կար խղճմտանքի օրենքը ու ամեն մարդ իր խղճի դիմաց ոնց որ պատասխան պետք է տար։ Աստված ուներ հատուկ կարգեր, որոնք ասված էր ու այդ կարգերը պահպանվում էր։ Եթե ինչ որ մեկն էլ չէր պահպանվում, դուս էր գալի, որ ինքը մեղավոր մարդ է, պետք է գնար Աստծուց հեռու։ Բայց ինչի համար էր օրենքը։ Օրենքը տրվեց, որպեսի պատիժը չափից ավել չլինի։ Մեղմ ասած խփել են աշկիս, դու ես այդ աշկունքն էլ կհանեմ հետը։ Աստված ասում է չէ։ Համաչափ հավասարություն։ Նայեք, վերցնեմ ին վրա, հա օրինակը, ես արդեն վաղուց հավատում եմ Աստծուն, վաղուց ինձ համարում եմ Աստծո որդի, վաղուց քրիստոնյա եմ, ոչ թե մենակ հավատում եմ, համարում եմ, այլ իսկապես ես գիտեմ, որ ես Աստծո որդի եմ, բայց ես վերջերս մի հատ իրավիճակի մեջ ընկա, որ Աստված ուղղակի բացեց այդ պահին իմ աչքերը, իմ սրտի վիճակը, ու ես տեսա, թե ինչ վատ վիճակի մեջ եմ ես։ Մի հատ բան կար, որ պետք է արվեր։ Իմ կողմից սաղ պատրաստ էր։ Սաղ պատրաստ էր։ Կոպիտ ասած, փողն անձնից, փողը պատրաստ է։ Դի վերացական եմ ասում։ Սպասում եմ, որ մհերը պետք է զանգի ինձ, պրոստը զանգի ինձ, ասի, հա, նորմալ է, փողը տուր, վեկալ արի։ Ու մհերը գիտի, որ ես շտապում եմ, մհերից է կախված իմ առևտուրը։ Բայց մհերը ոնց որ ինադու զանգերից չի պատասխանում, հետո գրում է հեսա կզանգեմ, ու այդ հեսան 5-10 րոպեի փոխարեն դառնում է ժամ ու կես, 2 ժամ։ Դու պատկերացնում ես իմ ներքին խառնաշփոթը, իմ մեջից ալեկոծությունը, ու նենց չի, որ ես կարամ թողեմ գնամ, որովհետև եթե թողեմ գնամ, լուրջ խնդիրների առաջ են կանգնելու։ Առաջինը ես, հետո մհերը, իսկ եթե մհերը կանգնի խնդրի առաջ, ինքը ինձանից կպահանջի ու ես լուրջ խնդիրների մեջ կընկնեմ։ Այդ պահին եկավ բանսարկուն։ Դու դες զզվացրին թողին արա սենց բան կլինի 5 րոպեանոց գործը սարքին 2 ժամ, գիտեմ որ խառը վիճակա պետք է հասնեմ ենել հասցնեմ, ոչ մեկի վեճը չի, դու թող գնա ոբշե քեզի պետքա որ դու ստես։ Հետո այն մյուս կողմից, բա որ գնացիր ու այս խնդիրներն եղավ, դու այս խնդիրներն եղավ, դու էլ սենց կասես, իր ասածին 2 հատ սենց պատասխան կտաս։ Վերջում հանգարց բացվավ սենց այս մտքի սենց ամեն ինչից սենց նայ ասի Աստվածաշան։ Ის ինչ վատնա իմ սիրտը։ Ის ինչ խառնեմ ես։ Ընդամենը ժամ ու կես ես արդեն մհերի վրա 6 ժամվա նագրուսկա եմ դրել։ Հետո սկսեցի կարդալ այս բանը ու հասկացա, որ Աստված այս ժամանակ պատահական չէր, որ օրենքը դրել էր։ Օրենքը դրել էր մարդկանց, որովհետև Աստված լավ գիտեր մարդու սիրտը, ու մարդի սրտի վերաբերյալ հստակ գրել էր՝ քո սիրտը չար է եւ խաբեբա։
Ու եթե ես իմ սրտին համապատասխան վարվեմ ինձ ցավացնողի հանդեպ, եթե իմ ունքը ծռեմ, ես կյանք կպահանջեմ։ Տեսեք աշխարհի վիճակը ոնց է հանգարց մեկին վնաս ես տալի, մինչև իմ վերջին հնարավոր տեղը վատություն անում, եթե իր այդ հնարավորություն ունի այդ վատությունն անելու։ Այնինչ Աստված ասում է, չէ։ Ես քեզ լրիվ ուրիշ բան եմ տվել։ Ես քեզ լրիվ ուրիշ բանի համար եմ կանչել, որովհետև ես կանչել եմ քեզ երկնքի համար, ու ես քեզ ասել եմ, որ դու իմ նման պետք լինես երկինքը մտնելու համար։ Մատթեոս 10:34։ Տեսեք ինչ է ասում Մատթեոս 10:34 խոսքը ասում է. Սակայն ես ասում եմ ձեզ։ Այ, ներողություն, սխալ տեղից եմ կարդում, 5-րդն եմ կարդում։ Մատթեոս 10:34, տեսեք ինչ է ասում։ Մի կարծեք, թե երկրի վրա եկա խաղաղություն բերելու։ Չեմ եկել խաղաղություն բերելու, այլ սուր, որովհետև եկել եմ բաժանելու որդին իր հորից, աղջկան իր մորից, հարսին իր սկեսրոջից, կներեք, եւ մարդու թշնամին իր ընտանիքի անդամները կլինեն։ Էսի Հիսուսն է ասում։ Եսայի 9:5-ը քանի անգամ եք կարդացել։ 6-ը 5-ը չէ, 6-ը։ Տեսեք ինչ ասում, որովհետև մեզ մի մանուկ ծնվեց, մեզ մի որդի տրվեց, եւ իշխանությունը իր ուսի վրա կլինի, եւ կկոչվի սքանչելի, խորհրդական, հզոր Աստված, հավիտենության հայր եւ խաղաղության իշխան։ Այս ամեն ինչը Հիսուսի վերաբերյալ էր։ Որպես պաշտոններից մեկը վերցնենք ամենավերջինը, խաղաղության իշխան։ Համաձայն եք թե չէ։ Եսայի մարգարեն ասում է, որ Հիսուսը երբ որ ծնվի, լինելու է խաղաղության իշխան։ Այնինչ Մատթեոս 10:34-ի մեջ Հիսուսը լրիվ ուրիշ բան ասում, ասում է չեմ եկել խաղաղություն, այլ եկել եմ սուր, կռիվ գցելու։ Հեր ու տղա իրար դեմ, մեր ու աղջիկ իրար դեմ, հարս ու կեսրար իրար դեմ, քո տան անդամը դառնալու է քեզ թշնամի։ Հիմա այս երկու տեղը կարդալուց հետո ես մի հատ բան եմ հասկանում, որ կամ Եսայի մարգարեն ճիշտ չի մարգարեացել, կամ Հիսուսը խաբար չէր, որ ինքը ինչի համար է եկել։ Բայց իրականում ձեզ ասեմ, երկու տարբերակն էլ սխալ է, որովհետև Եսայի մարգարեն ճիշտ է մարգարեացել, ու Քրիստոս ինչի համար որ եկել էր, հենց այդ էլ խոսում էր։ Հիմա կարդանք Մատթեոսի 5-րդ գլուխ 9-րդ խոսքը։ Հայտնի ամենակարոզն է։ Մատթեոսի 5-րդ գլուխը երանիների տեղն է։ Գիտեք, չէ՞, երանիները։ Եվ 9-րդ խոսքը ասում է. Երանի խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծո որդիներ կկոչվեն։ Ո՞վ է Աստծո որդի։ Զարթ ունեք, շատ կարևոր բան եմ հիմա ձեզ հարցնում, ու ես չեմ ակնկալում, որ հիմա կպատասխանեք, բայց եթե կուզենաք, պատասխանեք։ Հիմա ձեզի մի հատ հարց։ Նոր կտակարան քանի անգամ եք կարդացել, գոնե մի անգամ կարդացել եք։ Ավետարաններից տեղյակ եք, ճիշտ է, վստահ եմ դրանում։ Հիմա ինձ հարցից պատասխան տվեք։ Ցույց տվեք մի տեղ ավետարանների մեջ, մի տեղ, ուր Քրիստոս ներկա էր ու իր անձի շուրջ վեճ չկար։ Ցույց տվեք մի այլ խոսքով ասած, մի տեղ, ուր Քրիստոս ներկա էր ու տեղ խաղաղություն կար։ Չեք հիշում։ Վերջին ընթրիքին ինչ խաղաղություն է։ Վերջին ընթրիքին այնպես խառը վիճակ էր, որ Հուդան լավ գնաց, որ Հիսուսին պետք է մատներ։ Ես ուզում եմ հիշեք, ոչ թե իրանք իր առաքյալների հետ միջավայրը, այլ երբ որ մտել էր ժողովրդի մեջ, առաքյալները կոպիտ ասած sense ասեմ ձեզի, Հիսուսը ոնց ասում էր, առաքյալները տենց վարվում էին։ Զույգ գնացեք վկայելու, գնում էին վկայելու, գնացեք այդ երկու հատ ձուկը 5 հատ հացը բերեք, գնում բերում էին։ Գնացեք այս ինչ տեղը, այս ինչ մարդին գտեք, ասեք քո տունն ենք
ընտրելու, այտենց արեցին։ Գնացեք ես ինչ տեղ է, այն էշին վերցրեք, բերեք, որ ես դրանով պետք է մտնեմ Երուսաղեմ, գնացին արեցին։ Շուտ մտեք նավակը անցեք այն կողմեր, բադու գնացեք, քո ձեր գործը չի, արեցին։ Այսինքն առաքյալները ամբողջապես հնազանդ էին իրան ու անում էին ճիշտ այն, ինչ որ Հիսուսն ասում էր, ուզենային թե չուզենային։ Կապացուցեմ մի քիչ հետո ձեզի, ուզենային թե չուզենային անում էին, բայց հիմա ինձ ասեք մի տեղ, որ Հիսուսը ժողովրդի մեջ էր ու ոչ թե առաքյալները, այլ ժողովրդի մեջ եղած ժամանակ խաղաղություն կար այդտեղ։ Հիսուսը վկայություն էր անում, խոսում էր Աստծո խոսքի վերաբերյալ, ոմանք ասում էին, «Էս ինչ լավ է, հաստատ Մեսիան է, սրա նման մարգարե երբևէ չի եղել»։ Ու հանկարծ այս մյուս կողմից ուրիշներն ասում են, «Ինչ եք խոսում, էսի գիտեք ով է, ամբողջ ազգը խառնել է իրար»։ Երկու կողմի բաժանվան, լավ, երրորդն էլ ասենք, «Այ մարդ, ոչ տաքենք, ոչ սառը, մենք խաբար չենք, մենք էս երկրից չենք»։ Ու վեճը սկսվում էր ամբողջ ժողովրդի մեջ։ Ճիշտ եմ ասում, թե չէ։ Նույնիսկ ամենահետաքրքիր տեղը Սամարացի կնոջը, երբ որ Հիսուսը հանդիպեց, Սամարացի կինը լսեց, վազեց, գնաց այդ ժողովրդին, որ ասի, լարեք, տեսեք, Մեսիանա թե չէ, ըտել անխաղաղություն եղավ, գիտեք որտե՞, առաքյալների մեջ։ Եկան ասին, «Իսրանովը հաց տվե»։ Որ էսի խիա դրա հետ խոսում։ Չգիտի, որ դա Սամարացի է։ Իսկ այն ժամանակ Սամարացիներին вообще հետը կանգնել, ելուր մնաց խոսել, առավել եւս ձեռից հաց վերցնել ուտելը հրեայի համար անընդունելի մի հատ բան էր։ Այնինչ առաքյալներն ասում էին, արդյոք հաց կերավ այդ կնոջ տված։ Էլի անխաղաղություն կար։ Էլի ինչ որ մի հատ վիճակ կար։ Ու այս ամեն իրավիճակները քննելով, հասկանալով, ես ես մի հատ բան եմ ասում. Տեր Հիսուս Քրիստոս ջան, դու քո Աստվածային էությունով մարդկային մարմին հագած երկրի վրա Աստված եղած ժամանակ դու քո բոլոր ներկա վայրերի մեջ անխաղաղ վիճակ է ստեղծվում քո անձի շուրջ։ Ես ո՞նց եմ խաղաղություն սերմելու, ես ո՞նց եմ խաղաղարար ելնելու։ Էս ինչ պատասխանատու բան ես դրեին վրա ու արդյոք դա հնարավոր է։ Հիմա արեք մի հատ հասկանանք ինչա խաղաղարար։ Ամենահասարակ պատասխանը, որ ես ձեզ կարամ տամ, խաղաղարար նշանակում է ես ու մհերը իրար հետ վիճել ենք, հովիկը գալիս է ասում է, ընձի ասում էլի, այ ախպեր, ամոթ չի, վերջ դու հավատացյալ մարդ եք, դու 1000 անգամ իրար հետ նստե հելել եք, 1000 հարցով իրար հետ տեղ եք գնացեք է, ամեն անգամ իրար տենալուց պաշպրոշտան պակաս է եղե, մեր չմոռանաս վերջում քեզի պիպաչը։ Ասում եմ, հա, եթե ինքը կհամաձայնվի, ես համաձայնեմ։ Այդ այն մյուս կողմին նույն բանն ասում են, հա, ես էլ եմ համաձայն։ Դե քիլեք, եկան իրար հետ փաթաթվեցին, համբուրվեցին, ամեն ինչը մոռացան, խաղաղություն եղավ։ Հովիկը այդ պարագայում դառավ խաղաղարար։ Համաձայն եք թե չէ։ Ամենահասարակ տարբերակներից մեկն է։ Չնայած իրավիճակը, որ Հիսուսն ասում է, հնարավոր է, որ դու գնաս բարիշելու, լավ, արեք սենց ասեմ, ճիշտ ձևով ասեմ, ասում է, երբ որ կգաս զոհ անելու եւ կհիշես, որ քո եղբայրը քո դեմ բան ունի, դու սուրբ ես, դու լավն ես, դու պուշ ես, բայց ինի քո դեմ բան ունի, ասում է, թող զոհը գնա իր հետ հաշտվելու։ Այս պարագայում դու դառնում ես խաղաղարար։ Բայց եթե հանկարծ այն մարդը չհամաձայնվի քո հետ բարիշելու, ասում է գնա 2, 3, 6, քանի կուզես, ամենայն դեպս Աստվածաշունչն ասում է 2-ին վերցրա գնա նրա հետ, այդ հարցը նորից դիր այդ 2-ի առաջ, որ դուք իրար հետ հաշտվեք, գնա այդ հաշտության պայմանագրի համար, եթե կհամաձայնվի, շահեցիր, բայց եթե չհամաձայնվի, շարունակություն կա։ Այս պարագայում գիտեք ինչ էր ասում, օրինակի համար ես ու մհերն իրար հետ կռվել ենք, մենք երկուսով ունենք օրինակի համար Հարութին, որ մեր երկուսի համար լուրջ մարդ է։ Հարութը ես գալիս եմ մեր հետ հաշտվելու չի լինում, գալիս եմ Հարութին վերցնելու, Հարութն իր հերթին ասում է դե բեր հովոյին էլ տանենք, ասում եմ քելեք, իրար հետ հելնում գալիս ենք, ախպեր սենց ասում անգեր ես ձեզի հասկնում եմ, մերն ասում էլի, բայց չէ։ Դրան ներում չկա։ Ասում է չշահեցիր։ Այդ ամեն ինչից հետո բեր եկեղեցու առաջ։ Թող հովիվն իմանա, բոլոր սպասավորներն իմանան, ու եթե նույնիսկ այդ ամեն ինչից հետո մհերն ընձի չի ների, ասում է մհերից էլ գործ չունես, ինքը հեթանոս մաքսավոր է, գնա քո զոհն արա։ Նորից
իրավիճակներ, որտեղ խաղաղության անողները, խաղաղարարները ներկա էին, ճիշտ է թե չէ։ Այսինքն Աստված ամեն ժամանակ քեզ ասում է խաղաղության մեջ բնակվի, բայց ինքը իր ամբողջ կյանքի ընթացքում բոլոր ժամանակ իր խոսքի ճշմարտությունը պատմելու ժամանակ ստեղծում էր իրավիճակներ, որ միշտ կոնֆլիկտային էին լինում։ Հետո ես մտածեցի ու Տիրոջը հարցրի. Տեր, բա ես ո՞նց անեմ։ Ու արդյոք ես կարամ էդի անեմ։ Ու ինձ Տերը ցույց տվեց շատ հետաքրքիր 3 հատ օրինակ, որոնց մասին ես հիմա ձեզ հետ կբաժնեկցեմ։ Ղուկաս 19 երկրորդ խոսքից։ Առաջինից կարդանք։ Հիսուսը մտավ Երիքով։ Մինչև 10-րդ խոսքն ենք կարդալու։ Հիսուսը մտավ Երիքով եւ անցնում էր նրա միջով։ Եվ ահա մի մարդ, Զաքեոս անունով, որ մաքսապետ էր եւ հարուստ, ուզում էր տեսնել, թե ով է Հիսուսը, բայց բազմության պատճառով չէր կարողանում, որովհետեւ կարճահասակ էր։ Առաջ վազելով մի ժանտաթզենու վրա բարձրացավ, որպեսզի նրան տեսնի, որովհետեւ այդտեղով էր անցնելու։ Երբ այդտեղը եկավ, Հիսուսը վեր նայեց եւ նրան ասաց. Զաքեոս, շտապիր, իջիր, որովհետեւ այսօր պետք է կոտանը մնամ։ Նա շտապ իջավ ու նրան ուրախությամբ ընդունեց։ Հենց այս իրավիճակի մեջ հեսա կանրադառնամ, տեսեք ինչ խառը վիճակ է ստեղծվում։ Բոլորը տեսնելով տրտնջում էին։ Հիսուսն սխալ բան չէր արել, որ Զաքեոսի տուն էր եթում։ Ով կարասի Հիսուսը սխալ արեց։ Հաստատ ճիշտ էր անում։ Բայց բոլորը տեսնելով տրտնջում էին ու ասում. Մեղավոր մարդու մոտ մտավ, հանգիստ առնելու։ Զաքեոսը կանգնեց ու Տիրոջը ասաց. Տեր, իմ ունեցվածքի կես աղքատներին կտամ, ու եթե մեկին զրպարտությամբ զրկել եմ, քառապատիկ կվճարեմ։ Հիսուսը նրան ասաց. այսօր այս տան համար փրկություն եղավ, որովհետև սա եւս Աբրահամի որդի է, որովհետև մարդի որդին եկել է կորած իմ փնտրելու եւ փրկելու։ Հիմա արեք Աստվածաշունչը դարձնենք մեր ամենօրյա իրավիճակի մեջ, հենց մի հատ ձեր պատկերացումները խոտ տվեք։ Հիսուսը մտել է Երիքով, բոլորը գիտեն, թե Հիսուսն ով է, բոլորն ուզում են Հիսուսին տեսնել։ Հիմա որ օրինակ հիմա ես թե քարոզելուց ելնեմ ու հանգարց մեկը ձեզի ասի Հիսուսն այնտեղով անցնում է, որդ կմնաս թե քարոզ լսելու։ Ես չեմ մնաց թե վազելով գնամ տեսնելու։ Պատկերացրեք ամբողջ քաղաքը դուրս էր եկել Հիսուսին տեսնելու։ Զաքեոսը այդ ժամանակվա հարկայինի աշխատող էր, այն էլ կոռումպացված հարկայինի աշխատող էր, որովհետև մեղավոր մեկն էր, արդար չէր, ու այդ կոռումպացված մեղավոր մարդին ոչ մեկ չէր սիրում, որովհետև եթե տեղ կար կճմտելու, կճմտում էր։ Ոչ մի բան չի փոխվում վախտից։ Երբ որ Զաքեոսն ուզում էր գնալ Հիսուսին տեսնելու, ժողովուրդը սենց կանգնած էին փողոցի մեջ, եթե ես այդ կանգնողներից մեկն լինեի տենայի Զաքեոսին, որ ուզում է Հիսուսին տեսնի, ինձ որ Զաքեոսը ցավացրել էր, то իննադուկը լղճվեի, որ հանգարտ Զաքեոսը Հիսուսին չտենար։ Էդ իմ հնարավորություններ իրանց ցավացնելու։ Ճիշտ եմ ասում, թե չէ։ Ելումա դուք տենց չէի կանի։ Չէ, դուք սուրբ եք։ Ու Զաքեոսը հասկացավ, որ ինքը չի կարա այս տարբերակում Հիսուսին տեսնի, վազեց առաջ, որովհետև ժողովուրդը տեն շարված էր, բարձրացավ ժանտաթզենու վրա, ժանտաթզենին ծակող փշոտ ծառա, բարձրացավ ընդ, որպեսի գոնե Հիսուսին վերևից տեսնի։ Այնինչ Հիսուսն եկավ հասավ ընդ, Զաքեոսին նայեց, ասեց՝ իջի, քո տուն եմ գալու, շատ մի տանջվի։ Հերիքա քեզի շորերը ճղրտես։ Այդ Դոլչե Գաբանատ իջի, ափսոսա։ Վերջի Զաքեոսը իջավ, սաղ զարմացան, թե այ ախպեր, այս Երիքովի մեջ մի հատ արդար կամ մի հատ կիստ արդար մարդ չկար, որ այս մեղավորի տունը գնաց Հիսուսը։ Նորից անձի շուրջ վեճաբանություն է, տեսնում եք, Հիսուսի ներկայություն ու վիճաբանություն։ Այնինչ, երբ որ Հիսուսը մտավ Զաքեոսի տուն, վստահ եմ, որ Զաքեոսը ճոխ սեղան գցեց, ճոխ, որտեվ հատուկ մարդեր եկե իր տուն։ Ու այդ ճոխ սեղանը գցելուց հետո նստան հացը կերան վերջացին ու ես համոզված եմ, որ Քրիստոս այդ սեղանի շուրջ խոսում էր երկնքի արքայության մասին։ Համոզված եմ, որ Հիսուսը խոսում էր արդարության մասին։ Ես համոզված եմ, որ Հիսուսը խոսում էր խաղաղության մասին։ Վստահ եմ, որ խոսում էր սիրո մասին, որովհետև ինքը երկնքի արքայության Աստվածն էր եւ Տերը։ Համաձայն եք թե չէ։ Ու անմիջապես այդ ամեն ինչը լսելուց հետո վստահ եմ, որ
այդ ընթրիքն էլ ուղակի մի 10 րոպե չտևեց, Զաքեոսը վստահ չէր, որ իր տուն կմտնեն, համոզված են, որ գնաց, մինչև անասուն մորթեց, մինչև եփել տվեց, մինչև մի հատ կոֆե խմեցին, մինչև ես կոմենկոմ, մինչև այդ ամեն հարցեր լուծվեց, ժամանակ անցավ, չէ՞։ Ու այդ ժամանակը ամբողջ ընթացքում Զաքեոսը լսելուց հետո Աստված սրտի մեջ խաղաղություն բերեց, ու Զաքեոսը վեր կացավ ու գիտեք ինչ ասեց։ Ասեց ունեցվածքից կեսը բաժանելու եմ աղքատներին։ Ովքեր էին աղքատները, նրանք ում հնարավոր է ինքը զրկել էր։ Դրա համար ասեց, իսկ ում զրկել եմ, քառապատիկ ավել կվճարեմ։ Զաքեոսը հարուստ էր։ Գիտեք Հիսուսն ինչ ասեց։ Ասեց, ես էլ Աբրահամի որդի։ Ու էսի փրկվեց։ Ու ես մի շատ հետաքրքիր բան հասկացա։ Հիսուս Քրիստոսի երկրի վրա գալու նպատակը ոչ թե ուղղակի իմ ու մահերի մեջ խաղաղություն գցելն էր։ Չնայած դա կա ու կա։ Դա ամենաառաջի հեշտն է։ Հիսուս Քրիստոսի երկիր գալու եւ երկրի վրա բնակվելու ամբողջ ընթացքի միակ ու կարևոր նպատակը հետեւյալն էր, որ ինձ Աստծո հետ խաղաղության բերի։ Ասեք Քրիստոս դրա համար է եկել, որ ես Աստծո հետ խաղաղ լինեմ։ Քո անձի շուրջ, մի քո անձը վերցնենք։ Դու որ դառել ես հավատացյալ։ Հələ մի հատ հիշեք ձեր տան մեջ առաջի հավատքի եկողնով ա եղել։ Մնացածը ոնց որ վերաբերվան քեզ։ Սևդ կտամ։ Գլուխդ կջարդեմ։ Չխոսաս այդ մասին։ Տեսել եմ հավատացյալի կողը կայնած քյաչլցնեմ, որ տնից դուրս չգաս։ Ես անձամբ անկեղծ ասում եմ, ձեզ ասել եմ մի անգամ էլ եմ ասել, էլ եմ ասում։ Երբ որ առաջի անգամ իմ շատ մտերիմ ընկերը ինձ ասեց, մեր տունը հավատացյալի երգ կա, արի գնանք լսենք, այդ եղավ վերջի օրը, որ ես իրանց տուն գնացի։ Անենց եմ փախե իրանց տնից ու էլ չեմ գնացել։ Մեկ էլ արդեն հավատացյալ էի, որ գնացի իրանց տուն։ Իմ papan, երբ որ մամաս ապաշխարեց ու մեզի տան մեր պաշտամունքների, մենք վախենալով փախե էին գնում։ Ճիշտ է, մենք մի շատ բան չէինք հասկանում, մաման վախենալով գնում գալիս էր։ Հերս որ իմանար, բայց եկավ ժամանակ, որ papan էլ ապաշխարեց։ Ու ես հասկացա մի բան, Տիրոջ գալու պատճառը, ասա ես եմ։ Որ ես Աստծո հետ խաղաղություն ունենամ։ Որ ես Աստծո հետ մտերիմ լինեմ։ Որ ես Աստծո որդի լինեմ։ Հիշեք այս օրինակը։ Գնացինք առաջ։ Հովհաննես 8:5։ Եկել 10-րդ խոսքը կկարդամ, լավ։ Մովսեսի օրենքում մեզ պատվիրել է քարկոծել այսպիսիներին։ Հիմա դու ինչ ես ասում։ Էսի գիտեք որտեղն է։ Երբ որ մի հատ անարակ կին էին բռնել, բերել էին Հիսուսի մոտ ու ասում էին այս կինը հայտնապես շնացել է։ Մովսեսի օրենքն ասում է, որ սրան պետք է քարկոծենք։ Հիմա դու ինչ ես ասում։ Բայց նրան փորձելու համար էին այդ ասում, որպեսզի նրան ամբաստանելու պատճառ ունենան։ Հիմա 10-րդ խոսքը կարդամ։ Լավ, արեք ամբողջը կարդամ, որ ավելի բարձ լինի։ Հիսուսը գետին նայելով մատով գրում էր հողի վրա, բայց երբ պնդում էին իրենից հարցումը, նա վեր նայեց ու ասեց. «Ձեզանից ով անմեղ է, թող առաջինը նա քարկցի դրա վրա»։ Եվ դարձյալ ցած նայելով գրում էր հողի վրա։ Սակայն նրանք այս լսելով մեկը մյուսի հետևից մեծից փոքր ելան գնացին եւ մնացին միայն Հիսուսը ու մեջտեղում կանգնած կինը։ Երկրորդ օրինաց 22:22, եթե չեմ սխալվում, այս օրենքի մասին գրած է քարկոծելու, ու այդ օրենքի մեջ գրված է, եթե մի կին հայտնապես, եթե կամ մի տղամարդու հետ հայտնապես շնության մեջ բռնվեն, երկուսին էլ քարկոծեք, որպեսզի մեղքը ձեր միջից դուրս գա։ Այժմ Հիսուսը վեր նայեց եւ նրան ասաց. «Ով կին, քեզ ամբաստանողները որտեղ են։ Քեզ ոչ ոք չդատապարտեց»։ Իսկ նա ասաց. «Ոչ ոք, Տեր»։ Տեսեք Հիսուսն ինչ ասում։ Հիսուսը նրան ասաց. «Ոչ էլ ես եմ քեզ դատապարտում։ Գնա եւ այսուհետեւ մեղք մի գործիր»։ Իրականում օրենքն ասում էր երկուսին։ Բերել էին մեկին։ Հնարավոր է ինչ որ մեկի ծանոթներ։
հնարավոր է մեծահարուստ քաղաքի ինչ որ մարդ էր, հենց հարգանքի մարդ էր, էլի որ իրանից վախենում էին։ Հնարավոր է փախել էր։ Այդ մոմենտին ինչ որ մի բան պետք էր Հիսուսին ամբաստանելու համար։ Փախավ, տոթո փախնի, էսի նախ կա տարանք։ Այնինչ Հիսուսը լավ գիտեր օրենքը, ու Հիսուսը լավ գիտեր ինչի մասին էր խոսում։ Ու ոչ միայն օրենքը, նաև Հիսուսը մատնանշեց իրանց ներքին խաղաղությանը Աստծո հետ, ասելով, եթե դու արդար ես, եթե դու խաղաղություն ունես Աստծո հետ, արխային քարքցի, որտեղ իսկապես օրենքն ասում է, որ արդարացի պատիժ պետք է ստանաս։ Սա գնացին Հիսուսը կարար այդ պատիժը տար, բայց ասեց ես էլ քեզ չեմ դատում։ Ես էլ հիշեք։ Ու Ղուկաս 7-րդ գլուխ եկեք նաև կարդանք 36-ից 50 խոսքերը։ Չեք հոգնե։ Կողինիտ ասա հոչես հոգնե։ Մի քիչ ավելի ջիգարով ասա դիմացի։ Փարիսեցիներից մեկը նրան խնդրում էր, որ իրեն հետ հաց ուտի։ Նա մտնելով Փարիսեցու տուն սեղան նստեց, եւ ահա այդ քաղաքում մի մեղավոր կին կար։ Երբ որ իմացավ, որ նա Փարիսեցու տանը սեղան է նստել, մի ալաբաստրիաշիշ անուշահոտ յուղ բերելով եւ հետևից նրա ոտքերի մոտ կանգնելով, լաց ներելով սկսեց արտասուքով նրա ոտքերը թրջել ու իր գլխի մազերով սրբել։ Նրա ոտքերն էր համբուրում եւ յուղով ոցում։ Իսկ Փարիսեցին, որ նրա հրավիրել էր այդ տեսնելով, իր մտքում ասաց. եթե սա մարգարե լինի, ապա կիմանա, թե ով կամ ինչպիսի կին է իրեն դիպչում, որովհետև նա մեղավոր է։ Հիսուսը պատասխանեց նրան ու ասաց. Սիմոն, մի բան ունեմ քեզ ասելու։ Նա էլ ասաց. ահա վարդապետ։ Ու ասաց. մի փոխատու երկու պարտապան ուներ։ Մեկը 500 դինար էր պարտք, մյուսը 50։ Եվ երբ սրանք հատուցելու ոչինչ չունեին, երկուսի պարտքն էլ շնորհեց։ Արդ սրանցից որը ավելի շատ կսիրի նրան, ասա։ Սիմոնն էլ պատասխանեց. ինձ այնպես է թվում, թե նա, որին ավելի շատ շնորհվեց։ Հիսուսը նրան ասաց. ուղիղ դատեցիր։ Եվ դեպի կինը դառնալով Սիմոնին ասաց. տեսնում ես այս կնոջը, ես քո տուն մտա եւ դու ոտքերից ջուր չլցրեցիր։ Բայց սա ոտքերս իր արտասուքներով թրջեց ու իր մազերով սրբեց։ Դու ինձ համբյուր չտվեցիր, իսկ սա այստեղ մտնելուց ես ի վեր ոտքերս համբուրելուց չդադարեց։ Դու իմ գլուխը յուղով չոցեցիր, իսկ սա իմ ոտքերը անուշահոտ յուղով օծեց։ Դրա համար ասում եմ քեզ, սրա բազում մեղքերը ներված կլինեն, որովհետև շատ սիրեց, բայց ում որ քիչ ներվի, նրան նա քիչ կսիրի։ Եվ այդ կնոջը ասաց. քո մեղքերը ներված են քեզ։ Նրա հետ սեղան նստողները սկսեցին իրենց մտքում ասել. ով է սա, որ նույնիսկ մեղքեր է թողություն տալիս։ Եվ նա այդ կնոջն ասաց. քո հավատը քեզ փրկեց։ Գնա խաղաղությամբ։ Շատ կարևոր տեղ է հասկանալու, որ Հիսուսը իր օրինակի մեջ ասում է 500 եւ 50, չէ՞։ Դինարի մասին է խոսում, ու ասում է երկուսն էլ հնարավորություն չունեին պարտքը վճարելու։ Ուզում եմ ձեզ մի հատ ամպագորգոր հայտարարություն անեմ Աստվածաշնչից, այդ Աստվածաշնչյան խոսքն ասում է. ոչ մեկը օրենքով չփրկվեց եւ ոչ ոք։ Դրան ավելացնեմ, որ մեզանից եւ ոչ ոք չի կարա իր մեղքերից ազատվի սեփական ուժերին վստահելով, սեփական կարողությունների վրա հույս դնելով։ Հավատում եք ինձ, թե չէ։ Եթե չեք հավատում, դուք քրիստոնեության հետ գործ չունեք, գնացեք ուր ուզում եք։ Բայց Աստվածաշունչը տենց ասում։ Ուրեմն հիշեք, ոչ ոք մեզանից, ինքներս մեզանով մեղքից չենք կարող ազատվենք։ Քրիստոսն է մեզ մեղքից ազատողը։ Քրիստոսի միջոցով ենք սրբագործվում, Քրիստոսով ենք սրբանում երկնքի արժանի լինելու համար։ Ու Հիսուսը դառնալով այս կնոջն ասեց. քո մեղքերը քեզ ներված են, քո հավատքը քեզ փրկեց, ու ամենակարևոր տեղը գնա խաղաղությամբ։ Գիտեք էսի որ խաղաղության մասին էր։ Հիմա արեք հասկանանք, որ խաղաղության մասին էր այստեղ։ Խի երկինը լացում ժողովուրդ։ Գիտեր իր վիճակը։ Ինքը չընդունված մեկներ ամբողջ քաղաքի մեջ։ Ուր գնում էր Ռադեգիստից
Թու քո երեսին։ Հնչես եկես մայլեն։ Քարերն առնում լարում էին։ Անկեղծ մի պատկերացեք իր վիճակը։ Այդ կինը մինչև այստեղը զզված էր իր կյանքից։ Մինչև այստեղը զզված էր իր վիճակից։ Ինքը կարող է իր կյանքում մի անգամ սխալ էր արել, ու այդ սխալը իր ամբողջ կյանքում իրան հետապնդել էր։ Իրականում հենց տենց էլ լինում է։ Այտենց չեն ծնվում, այտենց պատահական դառնում են։ Գիտակցված կամ չգիտակցված։ Ու ամբողջ կյանքը հետապնդում էր այդ իրավիճակը իրան։ Ուր մտնում էր անարգանք, ուր մտնում էր, չգիտեմ, թուքում ուր մտնում էր չէին ուզում հետը խոսային։ Շնից բեթար էր, եթե շանը հաց էին գցում, իրան դաժե կպնել չէին ուզում։ Հենց այդ էր պատճառը, որ Փարիսեցի Սիմոնը երբ որ տեսավ, որ Հիսուսին կպել է, մեղավորին կպնել նշանակում էր պղծվել։ Ասաց, «Էսի հաստատ մարգարե չի»։ Էսի որ մարգարելն էր, կիմանար սրան, էսի ով է։ Չէր էլ թողի, որ իրան մոտիկ գա։ Բայց Հիսուսը ստե կրկնակի պատասխանա տալի, նախ ապացուցում է, որ ինքը մարգարե է, որովհետև Սիմոնին մտքի մեջ մտածածին արտահայտված պատասխանա տալի, եւ երկրորդն էլ բացի են, որ մարգարե է, ինքը կնոջը տալիս է մի հատ նենց պատասխան, որ իր հոգու մեջ այդ կինը խաղաղություն է ստանում։ Գնա խաղաղությամբ։ Հիմա ստից հետեթանք։ Ով իր կյանքի մեջ ունի խնդիր, որ հասել է այստեղին։ Որ այս վիճակին է, որ էլ ճար չկա, էլ չգիտի ոնց անի, էլ հուսահատ է, էլ դուր չկա, որ ծեծել է, չի ծեծե, էլ տեղ չկա, որ խնդրել է։ Հիսուսն ասում է խաղաղություն կլինի քեզ։ Գիտեք ինչից ելնելով, հավատքից ելնելով։ Երբ որ ես տուն եմ մտնում, ուզում եմ այս պահը մի հատ պատկերացնեք։ Կապ չունի որ ժամին է, սևակը զարթուն է մնում, եթե մինչև ժամը 1-ը տուն գամ, 1-ից հետո կարող է քնի։ Երբ որ ես տուն եմ մտնում, ես գիտեմ, որ սևակը արթուն է, գոնե մի բան իմ հետ պետք է տանեմ, տղեկն են զարթուն։ Իմ մեծ տղեն նզնից բոյով է։ Անկեղծ եմ ասում, որ հայկի ստենակ արդեն տղամարդ է ինքը։ Ես կարամ արխային իրան ինչ-որ բաներ վստահեմ, ծանր վերցնելու, ծանր տանելու, տղամարդ տղա է։ Արեգը մի քիչ նիհար է, բայց այն էլ համարյա իմ բոյին է։ Սևակս ինչքան է։ Իրանք իրար հետ որ նստում են, ոնց որ սևակս ձաձաների հետ նստած լինի։ Երբ որ ես տուն եմ մտնում տոպրակով, կամ ես կոն որ երևացող լինի, էլի։ Երբ որ ես տուն եմ մտնում տոպրակով, իմ երկու տղեն այդ տոպրակը վերցնելու իրավունք չունեն։ Եթե ուզում ա կանֆետ լինի, մարոժի լինի, չգիտեմ, ընդեղից ղժալով գալիս, պապանեկավ վազելով գալիս, կանգնում է դռան մոտ, այսենց, որ դուռը բացում է մի հատ նայում աշկերից ու կռանում այսպես նայում է տոպրակից։ Բան եմ բերել։ Երբ որ ես մտնում եմ այդ տոպրակը, որ ասենք տամ հայկին, ղժալով տոպրակը քաշում է։ Իսկ եթե ես ոչ մեկին էլ չտամ, գալի ինձ ձեռից է վերցնում։ Խի։ Ուզում եմ կողքինիդ ասես, իրավունք ունի։ Բարձր ասա, իրավունք ունի։ Գիտեք իրավունք ունի։ Իմ տղեն է։ Հիմա ասա, ես իրավունք ունեմ։ Վա, ես իրավունք ունեմ։ Աստծո որդի եմ։ Սպասի։ Գնա վերցրա։ Գնա վերցրա։ Հավատում ես, Աստվածաշունչն ասում է քո հավատքը քեզ բրկեց։ Որդի ես, վերցրա։ Խաղաղություն ես ուզում, Տերն ասում է խաղաղություն կլինի։ Դե հիմա ծափտուր Տիրոջ։ Գնա վերցրա։ Դու որդի ես։ Հիսուսն է դա ասում Երանի խաղաղարարներին, եթե դու Աստծո հետ խաղաղություն ունես, Երանի է քեզ, գնա վերցրա։ Հետ գանք Հովանես, Հովանես, անառակին է, որ կանգնած էր Հիսուսի առաջ, Հիսուսը անկեղծ կարար ասեր, դու հրյա ես, դու գիտեիր մեր օրենքները, քո պապերը քեզ պատմել են, քո հայրերը քեզ պատմել են, քեզ տունը վաբշե չեն դաստիրակե, դու չգիտեիր, որ էսի սենց է, դու չգիտես, որ անառակները ոչ միտեղ չեն ընդունվում, թու քո երեսին, գնաս տեից, ասեց ես էլ քեզ չեմ դատում,
գնա եւ այլևս մեղք մի գործի։ Մեկ չել առաջ գնանք։ Զաքեոսը մեկն էր, որ իսկապես բոլորին անարգել էր, բայց եւ այնպես Հիսուսը Զաքեոսի տուն մտնելով գիտեր, որ եթե մտնի, կփրկվի։ Ու ինքը եկել էր ոչ թե կորսվածին ել ավելի խորտակելու, ինքը եկել էր կորսվածը գտնելու։ Ինքը եկել էր մեռածին կենթանացնելու։ Ինքը եկել էր անհույսին հույս տալու։ Ինքը եկել էր ինձ Աստծո հետ խաղաղության բերելու։ Բոլոր պարագաներում Հիսուսը չմեղադրեց։ Հիսուսը ուղղություն ցույց տվեց։ Ով է ուզում Տիրոջից ուղղություն առնի։ Բոլոր հարցերի պատասխանը Աստծո խոսքի մեջ է։ Ես այսօր հոգևոր այս դաշտում եմ։ Համաձայն եք, ընդունենք։ Հիսուսն ասում է հայտնության մեջ. Սուրբը թող ել ավելի սրբանա։ Ճիշտ եմ ասում, թե չէ։ Իսկ պիղծը թող ել ավելի պղծվի։ Նաև հայտնության մեջ ասում է գաղջ վիճակից զզվում եմ, պատրաստվում եմ բերանիցս փսխեմ քեզ։ Ճիշտ է թե չէ։ Այսինքն, Տերն ինձ ասում է, եթե ես այսօր ստեղ եմ ու ես վաղը սրանից ավելի լավ վիճակում չեմ, ուրեմն ես հետ եմ գնացել կամ մնացել եմ նույն տեղը։ Ով է Հիսուսի հետևորդ։ Ով է Աստծո որդի։ Եթե քո այսօրվա կարգավիճակն Աստծո մեջ նույնն է, ոնց որ երեկ էր, դու գաղջ ես։ Եթե քո այսօրվա կարգավիճակը ավելի վատն է, քան երեկ էր, դու հետ ես գնացել, դու պղծության մեջ ես անցնում։ Բայց եթե դու մի այսօրվա կարգավիճակ, վաղվա կարգավիճակը այսօրվանից լավն է, դու ձգտում ես սրբության։ Ու մյուս օրվա կարգավիճակը, եթե երեկվանից լավն է, դու ձգտում ես սրբության։ Մյուս օրվա կարգավիճակը ավելի լավն է, քան երեկվանը, չեմ ասում երեկվա, երեք չի առաջ օրվանը, ոչ էլ ասում եմ 3 օր առաջվանը։ Եթե ես այսօր կանգնած եմ այն օրվա մեջ, բայց 3 չի առաջ օրվա մասին եմ խոսում, ես առաջ չեմ գնացել։ Ու սենց քայլ առ քայլ ամեն օր մոտենալով սրբության, նոր կտակարանն ասում է նրա գալստյան նրա պես կլնեմ։ Նշանակում է դու պարապ մնալու իրավունք չունես։ Դու ամեն օր պետք է փնտրես Աստծո հետ հաշտություն։ Ուզում եք Աստվածաշնչով ապացուցեմ, Հիսուսն ասում է վերցրու ամենօրյա խաչդ եւ ամեն օր հետևի ինձ։ Հիմա գանք Պետրոսին։ Երբ որ Պետրոս առաքյալը նոր եկել էր Հիսուսի մոտ որպես առաքյալ, հիշում եք այդ տեղը, Պետրոսի անունը Սիմոն էր։ Հիշում եք, չէ՞։ Պետրոսին Սիմոն անունը կոչելով ասեց. դու կլնես Կեփաս, Պետրոս, ժայռ, ու ես քո վրա կկառուցեմ իմ եկեղեցին։ Վերջացնում եմ, մի քիչ էլ դիմացեք, հեսա վերջացնում եմ։ Ոյսի շատ լավ բան եմ ասելու, հələ ուշքի եկեք։ Այնինչ, փոխանակ որ Պետրոսը այդ ժայռ անունը ստանալուց հետո, որ պետք իր վրա եկեղեցի կառուցվեր, առաջ գնար ամեն անգամ մեծանալով Աստծո մեջ, հանկարծ հասավ մի հատ կարգավիճակի, որ երբ որ Հիսուսին բռնել էին, հիշում եք այդ տեղը, ուրացավ 3 անգամ։ Դրանից առաջ Պետրոսն ասում էր, քո հետ մեռնելու կգամ, ու երբ որ Հիսուսն ասեց, մինչև ակաղաղի կանչելը 3 անգամ ինձ կուրանաս, վստահ եմ Պետրոսն իր սրտի մեջ ասում էր, այս մարդն է 3 տարվա մեջ ինձ ոչ մի ձև չճանաչեց։ Ով կուրանա։ Լավ չես։ Թուրը կողս է։ Ես եմ քահանայապետի ականջ կդրողը։ Բայց երբ որ եկավ հասավ ժամանակը, որ ինքը պետք է կանգնած ասեր, որ հա, ես Հիսուսի հետևորդ եմ, գիտեք ինչ էր տեղի ունենում։ Գրած Աստվածաշնչում, որ անեծքով ու երթումով
հրաժարվում էր Հիսուսից։ Գիտեք անեցքու երթումը որն է։ Այսպես պրիմիտիվ տարբերակով։ Թե իրանց հետ եմ մեռնեմ։ Տունս տեղս պաժար ընկնի, թե ես դրան ճանաչում եմ։ Հորս արև չգիտեմ ինչի մասին եք խոսում։ Գիտեք էդ ով էր։ Այն մարդը, որին Հիսուսն ասել էր, որ դու ժայռ ես ու քո վրա պիտի եկեղեցին կառուցվի։ Դու քար ես։ Հետո Հիսուսը Պետրոսը երբ որ ակաղաղը կանչեց, դուրս եկավ, դառնագին լաց եղավ։ Հետո անցավ մի որոշ ժամանակ։ Գնացել էին ձուկ բռնելու։ Ու ձուկը բռնելով ոչ մի բան չէին կարացել բռնեին, ուզում էին արդեն դուրս գային, Հիսուսը, որին հələ որ ոչ մեկ չէր հասկացել, որ Հիսուսն է, հարց տվեց. Տղեկ, ձուկ ունեք ուտելու։ Ասին չէ։ Բան չենք բռնել։ Ծաճկումը գցեք հələ ձեր ցանցերը, ուրկանը։ Գցեցին ու լիքը ձուկ հանեցին։ Այդ ժամանակ Հովանեսի աչքերը բացվեց, հասկացավ, որ Հիսուսն է ու ասեց. Տերն է։ Այդ բոլոր ձկնորսների մեջ Պետրոսը ջուրը գցվեց, ջուրը նետվեց, թողեց ձուկնել, նավնել, նավավարինել, ձուկ հանողինել, ամեն ինչը խաչ քաշեց, գցվավ ջուրը, հասավ Հիսուսին։ Ավելի շուտ քան նավը կգար։ Գրած է, որ երբ որ բոլորը հասան ափ, տեսան, որ կրակը վառված է, ձուկը վրան դրած, Պետրոսն ու Հիսուսը իրար դեմ դիմաց նստած են։ Ու Պետրոսին Հիսուսը 3 անգամ նույն հարցը տվեց. Պետրոս, Սիմոն, Հովնանի որդի, սիրում ես ինձ։ Առաջ պատասխանը այոից հետո ասեց արածեցրու իմ գառներին։ Երկրորդ անգամ պատասխանը այո լինելուց հետո ասեց արածեցրու իմ ոչխարներին։ Երրորդ անգամ երբ որ պատասխանն եղավ դու ամեն ինչ գիտես ու գիտես որ ես քեզ սիրում եմ, նորից պատասխանն եղավ արածեցրու իմ ոչխարներին։ Ինչ էր ասում Հիսուսը Պետրոսին։ Ասում էր իմ խոստումը ժայռ լինելու չի փոխվի։ Ես քեզ ճանաչում եմ։ Ու իմ խոստումը այն ժամանակ, որ դու քար ես լինելու, այս ամեն ճանապարհից հետո, նույնիսկ քո ուրացումից հետո չի փոխվի։ Լավ, կասեք էտի Պետրոսն է, Թովմասը մեկն էր, որ ասում էր գնում է մեռնելու, մենք էլ ենք գնում մեռնելու, էլ եք տղեկ, մեր վարդապետն է, գնացինք հետը մեռնելու։ Բայց երբ որ Թովմասին ասեցին, որ տեսել ենք Հիսուսին, ասեց մինչև ես անձամբ ձեռ չտամ, ձեռներս իր այդ վերքերի մեջ չմցնեմ, կողը չտանեմ, չեմ հավատա։ Ու երբ որ երբ որ նորից ժողովուրդը կանգնած հավաքված էին իրար հետ ու Թովմասն էլ իրանց հետ էր, երկրորդ անգամ երբ որ Հիսուսը կանգնեց, հիշում եք ինչ ասեց։ Խաղաղություն ձեզ։ Դա շատ լավ խոսք է։ Խաղաղություն ձեզ։ Ես ելնեի գայ կասեի արստել արա։ Թովմաս, դու այ ծանդրանգաճ, այ հաստագլուխ։ Ու տենց, դու այդքան անհավատ մնացիր, այնիչ Հիսուսը կանգնեց ու ասաց խաղաղություն քեզ։ Թովմասին էլ էր ասում, այն ժամանակվա իմ խոստումը այսօր շարունակական է։ Իմ խաչը քո համար էր։ Հիմա ձեզի մի լավ լուր եմ ասում։ Երբ որ Թովմասն ասեց իմ Տեր եւ իմ Աստված, Հիսուսը Թովմասին մի հատ հետաքրքիր բան ասեց, ասեց դու տեսար եւ հավատացիր։ Հիմա կողքինիդ ասա, երանի քեզ։ Ջիգարով ասա, երանի քեզ։ Աղբորը դու քրոջը տես ասում, ջիգարով ասա, երանի քեզ, որ դու չես տեսե ու հավատում ես։ Խաղաղություն։ Հիսուսը խաղաղությունը բերեց իմ եւ Աստծո միջև։ Ոչինչ որ մենք մեր կյանքում նեղություններ կունենանք, ու Հիսուսն ասում է կլինի էլ, բայց իմ խաղաղությունն Աստծո հետ հաստատ է Հիսուս Քրիստոսի խաչի միջոցով։ Թող Տերը օրհնի ձեզ։